Տնտեսական սահմանափակումներ, քաղաքական լարվածություն, նաև սպառնալիքներ ընդհուպ Հայաստանին Ուկրաինայի վիճակին հասցնելու նկարագրությամբ։ Այն, ինչ հիմա տեղի ունենում ռուս-ուկրաինական ճակատում արդեն 4 տարուց ավելի է։ Ըստ քաղաքագետ վերլուծաբանների, դժվար թե նույն սցենարը կրկնվի Հայաստանի դեպքում։ Վերլուծաբանները համարում են, որ Ռուսաստանը կբավարարվի տնտեսական քայլերով՝ ԵԱՏՄ ապրանքների արտահանման էմբարգո, գազի գնի թանկացում։ Հակառակ դեպքում ստացվեր ուղիղ ագրեսիա Հայաստանի դեմ, առավելևս որ Հայաստանը եւ Ռուսաստանը ընդհանուր սահման չունեն։ Օրինակ Ուկրաինայի հետ ընդհանուր սահման կար, այնտեղ այդպիսի ներխուժում եղավ։ Մեր դեպքում ենթադրվում է վտանգը Հայաստանում ռուսական բազան է։ Կարծում եմ Ռուսաստանում այնքան անխոհեմ չեն գտնվի, որ այդ բազան օգտագործեն ագրեսիվ նպատակներով, առավելևս որ այդ բազան գործում է Հայաստանի օրենսդրության շրջանակներում։ Ճնշումները երևի միտված են կարգավորելու հայ-ռուսական հարաբերությունները։ Ամեն դեպքում ըստ քաղաքագետների Ռուսաստանից հնչող սպառնալիքները իրական են, եւ Հայաստանի իշխանությունները պետք է հաշվի առնեն դրանք։ Պետք է կարգավորել հայ-ռուսական հարաբերությունները եւ ոչ թե սրել։ Վախենալ պետք չի, պետք է զգուշանալ։ Հաշվի առնել, որ Ռուսաստանը սպառնում է մեզ վնասել եւ Ռուսաստանը մեզ վնասելու լծակներ ունի։ Ընդհանրապես ըստ վերլուծաբանների Ռուսաստանին հետաքրքրում է ոչ թե Հայաստանում լինելը, այլ որ տարածաշրջանում արևմուտքը չլինի։ Իրենց ամենաշատը դա է մտահոգում, ես որքան հասկանում եմ, եւ միայն Ռուսաստանին չէ, որ դա մտահոգում է, դա մտահոգում է նաեւ Իրանին, եւ այստեղ մենք իսկապես մտածելու բաներ ունենք։ Չեմ կարծում, թե պետք է անտեսել այդ սպառնալիքները եւ ուղիղ այսպես ճակատային շարժվել դեպի արևմուտք, անտեսելով վտանգները, առավելևս որ արևմուտքում է կարծես թե մեզ գրկաբաց չեն ընդունում։ Հայաստանի իշխանությունները մինչև խորհրդարանական ընտրությունները հայտարարեցին, թե կերկխոսեն ռուսական կողմի հետ, կնճռոտ հարցերը կկարգավորվեն, իսկ Պուտինը հետ քայլ կանի ընդառաջելով հայաստանյան իշխանություններին։ Պուտինը կարող է հետ քայլ անել, բայց դրա դիմաց շատ կոնկրետ բաներ կպահանջի Հայաստանի իշխանությունը։ Այսինքն այդտեղ ընկերական նորմալ հարաբերությունները կապ չունեն։ Այնտեղից մեզ հստակ ասել են, որ երկու աթոռի նստել հնարավոր չի լինի։ Այո, կարող են այդ հարաբերությունները կարգավորվել հայ-ռուսական, տնտեսական։ Բայց դրա դիմաց Հայաստանի առջև շատ հստակ պայմաններ են դնելու եւ արդեն կախված կլինի նաեւ այս ապագա խորհրդարանի կազմից կառուցվածքից, թե ինչպիսին կլինի հայկական կողմի պատասխանը։ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները կարգավորելուն զուգահեռ հայկական կողմը պետք է արևմուտքին էլ պատասխանի։ Եվրոպայի դեպքում վտանգն ուրիշ է։ Եվրոպան աչք փակեց ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների վրա, սակայն հենց որ իշխանությունները հետ քայլ կատարեն Եվրոպայից, այնտեղ շատ կոշտ գնահատականներ են հնչելու, ասում են փորձագետները։ Եվ իբր ռուսական ազդեցությունից դուրս եկող Հայաստանը հետագայում շատ ավելի ծանր պայմաններում կմնա հենց ռուսական ազդեցության տակ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։